Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ եւ ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ Անհախտի 6-ում։ Ավելի լավ է կանգնեմ իջնեմ նայեմ։ Սոնա, երևի տուն են գնացել։ Սոնա, դու մեքենայի մեջ մնա։ Սոնա։ Տատի, Սոնա։ Տատի։ Երես։ Սոնա, սպասի։ Սոնա։ Էնջի։ Սոնա, սպասի։ Եկին անայի։ Ողջա։ Երես։ Սերգո ուր երեխես։ Ինձ նայ։ Սերգո ուր երեխես։ Ինձ նայ, Սոնա։ Սերգո ուր երեխես։ Սոնա, ինձ նայ, խնդրում եմ, ես հենց հիմա շտաբողություն կանչեմ, ինձ նայ։ Մամա ջիրդ մած։ Սոնա։ Սոնա, մամա։ Սոնա, աղջիկս խնդրում եմ։ Սոնա։ Երեխես կետի մեջ է Սերգո։ Սոնա, ինձ նայ, խնդրում եմ։ Ինձ նայ, հանգիստ։ Սայլակը, շուրա եկե ջրի մեջ հասկանում եք, սայլակը։ Երեխես, տատ բացի աչքերը, տատի։ Դե աչ շտաբողություն ուղարկեք, խնդրում եմ, շուտ։ Տատի, ուրա երեխես։ Տատի, ուրա երեխես, Էնջի։ Սոնա, ինձ լսի, խնդրում եմ։ Սերգո, դու հասկանում ես երեխես կետի մեջ։ Սոնա, հանգիստ, Հերկարաները արդեն կհասնեն, խնդրում եմ, լսի ինձ։ Շաքետիկին Անահիտի վրա ջուր լցու թողուշկի գա։ Սոնա, խնդրում եմ, հանգստացի։ Թող ես պտի փրկեմ, երեխես պտի փրկեմ։ Վերջ։ Թող պտի կստեմ երեխես, Սոնա, խնդրում եմ, հանգստացի։ Սոնա, խնդրում եմ։ Պապ ջան, շլավավոր ստեղ ես։ Առավոտվանից անտերանտիրականի պես մոլորված ման եմ գալիս։ Չգիտեի, որ մորդ բացակայությունը տենց ծանր ես տանում։ Դու մենակ մորս բացակայությունը չի այդ ցավը տանում, բա քուրս, բա այն ճստիկ պստիկը։ Լրիվ տունը դատարկվել է։ Հալո, հասա Սերգո։ Երբ։ Գժվել ես։ Ոնց կարող է տենց բան լինել։ Պապ ինչ է եղել։ Օգնություն կանչել եք։ Սերգո,
Սերգո, Սոնայից մի վարկյան հեռու չգնաս, հիմա գալիս ենք։ Հա։ Չէ, ես արդեն շատ կրնեմ ես համար։ Երեխեն գետի ափին կորել է։ Հնարավոր է որ գետն անգել։ Պապ, բայց Արի ժամանակ չկա, շուտ պիտի գնանք։ Հանգարտ Սոնայի հետ էլ մի բան չլինի։ Էնջիս, ես եմ մեղավոր։ Սերգո, ես եմ մեղավոր, որ տողեցի գնալ։ Ես եմ մեղավոր, որ տողեցի գնալ։ Սոնա։ Մամ, աչքերդ բաց։ Սոնա։ Ես մտնում եմ գետը։ Սոնա! Սոնա Իզայի ցավը տանեմ, խնդրում եմ Իզայի։ Կգտնենք երեխուն, ցավը տանեմ։ Կգան կգտնեն։ Սայլակը որ շուրա եկել։ Դա չի նշանակում որ երեխեն մեջը պիտի լինի։ Հիմա կգան կգտնեն երեխուն։ Համել երեխեն քայլել գիտի, Սոնա։ Իզնայի, խնդրում եմ։ Հավատա ինձ կգտնենք երեխուն։ Սոնա։ Սոնա Իզնայի։ Սոնա։ Խնդրում եմ հավատա ինձ։ Կգտնենք երեխուն։ Ամեն ինչ լավ կլինի։ Լավ։ Դու ինձ ես մտած։ Լավ։ Հանգստացի։ Կետարցի պատասխանում ենք տատին գիտի։ Ուշի չի եկել։ Տավը։ Սոնա։ Սոնա։ Տատի բաց աչքերը տուրա երեխես։ Ուրա ընջիս ինչ ա եղել, ինչ ա տեղի ունեցել։ Տիկինանայի։ Տատի բաց աչքերը տասում եմ։ Սոնա։ Մամ։ Տիկինանայի։ Տատի ուրա երեխես։ Ուրա ընջիս տատի։ Տիկինանայի հիշում եք ինչ ա տեղի ունեցել։ Ինչ է եղել։ Երեխես չկա։ Չկա ընջիս։ Մամ, վատացել էր։ Գիտակցությունդ կորցրել էր, չկա երեխեն։ Ո՞նց չկա։ Ուրա աղջիկս։ Տիկինանայի հիշում եք մինչև ձեր վատանալը դուք էստեղ մենակ եք։ Չեմ հիշում ոնց եմ վատացել։ Չեմ հիշում։ Գոնե տարածքում մենակ էի։ Մամ, Շակե, ոնց, չգիտեք ուր է ընջիս։ չգիտեք, չկա երեխեն։ Գոնե հիշում ես սայլակի մեջ չեր, թե ոնց որ թե դրեցի սայլակի մեջ։ Այ, ընջի։ Սոնա։ Դու ես մեղավոր, ուրա աղջիկս, բաց կանայ։ Իզնայի խնդրում եմ։ Սոնա կգտնեք երեխուն, Սոնա։ Շուտ ես։ Արագացրեք։ Մամ։ Սոնա հանգստացի սապան, ինչ է։ Նորից կորցրեց գիտակցությունը, օգնեք շուտրում եմ։ Սոնա, ես մեղավոր դու։ Սոնա, երեխես, Սոնա։ Սոնա։ Հանգստացի, Սոնա, խնդրում եմ, Սոնա։ Որտեղ է, որ բաժանմունքում է։ Դուք ստեղ սպասեք, ես հիմա ճիշտ եմ որտեղ ա գամ։ Պապան, պապ, ոնց է մաման։ Ինչ են ասում բժիշկները։ Ավտովթարի պատճառով ոչ մի կոտրվածք չի ստացել։ Մենակ օհերից ուսում է ստացել։ Թողնում են մտնենք մոտը։ Չէ, հիմա կաթիլային ընդունում, ասեցին, որ դրսում սպասեն։ Երևի վերջանան որ մեզ կթողեն։ Վիկ դու ուզում ես մտնես մորդ մոտ։ Ես չգիտեմ ոնց կընդունի, չգիտեմ ինձ կհիշի թե չէ, բայց Աստված ինձ հնարավորություն ա տվել ուղղել սխալս ու ես կուղեմ։ Եթե պետք լինի մի վայրկյան անգամ մենակ չեմ թողնի։ Կմնամ մոտը գիշեր ցերեկ։ Գալես, եթե իրոք ուզում ես մորդ տեսնես, պիտի պատրաստ լինես։ Ինչին պատրաստ լինի։ Մարեմի մոտ հիմա հիվանդությունը սրված վիճակում է։ Սրված։ Այսինքն հիմա ինչ վիճակում ա մաման։ Հիմա դեպրեսիվ նյարդային վիճակի մեջ է, վախերի ու կասկածների։ Ճիշտ է, չի հիշում, որ Ազատը մահացել է, բայց հիշում է ոնց է երեխեքին փոխել։ Ու այդ մտքերը չեն թողում, որ ինքը հանգիստ մնա, ոնց մղձավանջի մեջ է։ Մենակ չասես, որ ուզում են տանել հոգեբուժարը։ Տիկին Հայաստան, ես էլ չեմ ուզում։ Ամենայն դեպս ոչ այդ հիվանդանոցը։ Հիմա չգիտեմ ինչ անեմ, բայց միջավ առավոտ հաստատ մի բան կմտածեմ։
Լավ գնամ տեսնեմ Կաթիլայինը վերջացավ թե չէ։ Ես էլ կուզեի Մարիամին տեսնել, բայց հասկանում եմ, որ դա անհնար է հիմա։ Առնակ, եթե ես թույլ եմ տվել, որ քրոջս մոտ ինձ բերես, դա դեռ չի նշանակում, որ… Աստղիկ, դրա մասին չի հիմա խոսքը։ Այս պահին կարևորը Մարիամի առողջությունն է։ Շնորհակալ եմ, Առնակ։ Ես եմ քեզ շնորհակալ, որ թողեցիր ուղեկցեմ քեզ։ Վան ջան, դուրս ես գալիս, կարող է ինձ էլ հետը իջացնես Բելայինց տուն։ Դա ես էլ եմ հետագնում։ Հա, ինչի։ Դեր ասի գնամ մի հատ տելեխոն տեսնեմ։ Հա, դե, լավ է, ուրեմն միասին էլ հենց կգնանք։ Դու 5 րոպեից կարող ես դուրս գալ, մինչև մեքենան հանում, լավ։ Լավ։ Հա, Եղիշ ջան, ինչ լավ է, բա հիմա ոնց է, ինչի ինձ ավելի շուտ չասեցիր։ Լավ, որ հիվանդանոցում է, ես հենց հիմա գալիս եմ։ Հա, գալիս եմ։ Լավ։ Մամում են հիվանդանոց տարել։ Պարշում են տարել հիվանդանոց։ Էլում պետք է գտնեին ու տանեին հիվանդանոց, որ մայրդ էսպես ուրախանար, որ մի նորմալ մարդուն են հիվանդանոց տանելու համար մարդիկ էսպես ուրախանում։ Իհարկե, իրա միակ հարազատին են գտել, իրա խելագար ընկերուհու։ Հա, գտել են։ Ջոց Մարիամին են գտել, մամ։ Հա, բալես։ Հուսով եմ, այս անգամ քո միակ հարազատ եւ անպատկար ընկերուհին այս մասին չի իմանա։ Վան ջան, բալես ինձ կտանես հիվանդանոց։ Ահա, մամ ջան, մենք էլ ենք, Նատաշի հետ դուրս ենք գալիս։ Ես մորդ հետ նույն մեքենան չեմ նստի, լավ կլինի դու տաքսիով գնաս։ Ես դուք նորից պատերազմ եք, հա սկսել։ Հո, պատերազմ, Վան, դու գերագնահատում ես մորդ ուժերը, պատերազմ հայտարարելու համար արժանի հակառակորդ հարկավոր։ Վան, դուք գնացեք, դու Նատաշին տար, ես տաքսիով կգնամ, բալես։ Կամ երկուստ էլ գալիս եք, կամ էլ ես մենակ եմ գնում։ Ոյ, լավ, ես համաձայն եմ, գալիս եմ, մերդ էլ թող իրա գլխի ճարը տեսնի։ Աստծու սիրո, Վան, դու Նատաշին տար, ես տաքսիով կգնամ, այդպես ինձ ավելի հանգիստ կզգամ։ Վան արագացրու։ Լավ, մամ ջան, որ հասնես մի հատ զանգի իմանամ ոնց է, լավ։ Լավ, բալես։ Վան։ Գնա։ Արագացրու, գոր, արագ քշի։ Ա քշում եմ, պապ ջան։ Ես եմ մոտ գյուղ ելնել էլի, օրը մտնած էլ տեղ չենք հասնում։ Ոնց կարար սենց բանել, հա? Ոնց։ Այ պապ ջան, դա տատին մեծ կին է։ Մեղավորը մաման ու Սոնան են, որ թողել են, ասենք երեխու հետ մենակ տանից դուրս գա։ Մեղավոր ու անմեղ չկա։ Ուղղակի դժբախտությունների շարանը չի ավարտվում։ Այդքան բան չի ավարտվում ու վերջ։ Քանի դուք ստեղ եք, ես ուզում եմ մի հատ գնամ հոգեբուժարան։ Այդ բժիշկ կատանորենը չգիտեմ ինչ ասաց, որ երևի Մարիամին վաղը տեղափոխեն հոգեբուժարան։ Ուզում եմ գնամ այդ հստակություն մտցնեմ ու հետո որոշենք ինչ ենք անում։ Բայց այս ժամին ընդեղ մարդ կլինի ձեզ հետ։ Հա, Կիմ ջան, զանգել ասել եմ, սպասում են։ Թե ես ստեղ եմ, դուք հանգիստ գնացեք ձեզ հետ։ Ես էլ եմ հետդ գալիս հետ։ Լավ։ Արդեն կարող եք մտնել, բայց ոչ բոլորդ միասին։ Չէ, բոլորս միասին չենք մտնի։ 2-3 հոգուց ավել չի թույլատրվում։ Ես գալիս եմ։ Ես պիտի աղջիկաս տեսնեմ։
Ես կմնամ Աստղիկ, դու գնա։ Եկեք։ Բալես, չես մոռացել, չէ ինչ էի ասում։ Կին մենք շուտ կգանք, եթե ինչ-որ բան լինի շտապ զանգի մեզ։ Հանգիստ գնացեք, ձյաձ հետ։ Գնացինք Երիշ, գնացինք։ Մարիամ, հարազատներդ են եկել, էստեղ են։ Հարազատ։ Ուզում ես տեսնել նրանց։ Եթե չես ուզում, աղջիկդ, մայրդ ու քույրդ։ Կանչեմ ներս։ Բալես, բալես, ցավը տան, բալես։ Ովջան կներես վետ, կներես, ես քեզ շատ եմ սիրում, շատ։ Իկա թող մի քիչ էլ ես գրկեմ։ Շնորհակալ եմ Տեր Աստված, որ նորից երեխուս տեսա։ Մենք քեզ էլ երբեք մենակ չենք թողնի։ Էլ երբեք նման բան չանես, բալես, էլ ոչ միտեղ չփախչես։ Մենք դրան չենք դիմանա, ցավդ տանեմ։ Մարիամ, ոնց ես քեզ զգում։ Լավ եմ, շատ լավ եմ։ Դուք բոլորդ էստեղ եք։ Հա ցավդ տանեմ, քո կողքին ենք։ Չէ, բոլորդ չեք, Ազատները։ Ինչի չի եկել, չի ուզում ինձ տեսնել։ Ման, Ազատը քաղաքից դուրս է գնացել գործերով։ Ստում եք։ Ազատը չի եկել, որովհետև ինձ չի ներել։ Որովհետև չի ուզում ինձ տեսնել։ Իսկ Տիգրանը։ Ես ոչինչ չգիտեմ, որտեղ է Տիգրանը։ Վիկա, մամ, Տիգրանը պիտի զգույշ լինի նշանից։ Նշանը հրեշ է։ Նա ոչ մի բանի առջև չի կանգնի, լսում եք ինձ։ Նշանը ուզում էր ինձ էլ սպանել, ուղղակի չստացվեց, ես փախա։ Բայց նշանը աղավոր մարդ է։ Վիկա, դուք էլ պիտի զգույշ մնաք։ Նշան ուզում է մեզնից վրեժ լուծել, որովհետև ես իրենից խլել եմ իր տղային, լսում եք, դուք պիտի զգույշ լինեք նշանից։ Որտեղ է Տիգրանը։ Որտեղ է Ազատը։ Ուր են տղաներս։ Ներել են ինձ։ Բալես։ Չէ, չեն ներել։ Չեն ներել, դրա համար էլ չեն եկել, չէ։ Ինձ լսի ցավդ տանեմ։ Դու հիմա պիտի հանգստանաս, ոչ մի բանի մասին չմտածես, որ ապակինվես ու տուն վերադառնաս։ Կներեք, բայց դուք պետք է արդեն դուրս գաք։ Չէ, ուր եք գնում, թող մնան։ Մարիամ, պետք է բժիշկը գա։ Մամ ջան, ոչ միտեղ չենք գնա, այստեղ ենք, մամ։ Մարիամ, էլի կգաք, Մարիամ։ Մենք էստեղ ենք, ոչ միտեղ չենք գնա։ Ինձ մենակ չթողնեք, մամ։ Չէ, ցավդ տանեմ, մենք էստեղ ենք, էլի կգանք։ Կգանք, էլի կգանք։
Ինձ մենակ չթողնեք։ Չեմ ուզում, ես ոչ մի տեղ էլ չեմ ուզում։ Երեխուս եմ ուզում։ Բայց շիլնի պիտի խմես։ Չեմ ուզում ասեցի։ Սոնա, տվեք։ Սոնա պիտի խմես, հասկանում ես։ Սոնա ջան պիտի խմես, խնդրում եմ։ Երեխուս եմ ուզում։ Սոնա, Երեխուս եմ ուզում։ Սոնա հանգստացի, խնդրում եմ քեզ։ Սոնա ջան։ Նշան։ Պապա ինչի՞ս։ Հանգստացի, Սոն ջան, հանգստացի։ Սոնա ջան, երեխեն ճարպիկա։ Երևի ինչ որ տեղա փախել։ Ես էլ եմ էդ ասում։ Հա, Սոն ջան, հաստատ կգտնենք։ Սալակը գետի մեջ շորեկած գտնենք, հասկանում ես, պապա։ Տատին ոչ մի բան չի շփում։ Հա, բայց այդ ոչ մի բան չի նշանակում, դեռ ոչ մի բան չի նշանակում, ցավը տանեմ։ Ես էլ եմ հավատում, որ սայլակից դուրս է եկել ու խաղել եմ, պապա, եթե չհավատա։ Վերջ։ Բրկարարները արդեն մի քանի ժամ է որոնողական աշխատանքներ են կատարում ու կարծում եմ շուտով արդյունքը կլինի արդեն։ Հա։ Խնդրում եմ երեխայի հարազատես մեկը ինձ մոտ կա։ Ինչ ա եղել, ասեք ինչ ա եղել, ուր ա եղել։ Սոնա հանգստացի, ինչ ա եղել։ Սոնա, դու բնա գոռենցես, Սոնա։ Չէ, ես պիտի իմանամ։ Ես պիտի իմանամ երեխան ա վերաբերվում, պապա, ես պիտի իմանամ։ Վաղ թե ուշ իմանալու եմ, ուր ա եղել։ Սոն հանգստացի։ Եթե այդ իմանջանեք, ուր ա եղել։ Սոնա հանգստացի։ Գետի մեջից եք գտել, երեխոս գետից եք գտել։ Սոնա հանգստացի։ Սոնա։ Չէ, բայց գետի մեջից երեխու հագուստն ենք գտել։ Հագուստ։ Հա, ձեզանից ինչ որ մեկը պետքա գա տեսնի, երեխունա պատկանում է այդ հագուստը, թե ոչ։ Աղջիկը, Սոնա։ Ինչ գույն հագուստ։ Սպիտակ։ Սոնա։ 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 Բշիր, Սոնա։ Շուտ արեք, բշիր։ Արագած։ Ակնեք խնդրում եմ։ Մի վարքան, շուտ արեք։ Աղջիկը, Սոնա։ Մի վարքան, մի կողմ կա։ Սոնա։ Սոնա ձեր հանի։ Սոնա։ Աղջիկս։ Ստվացին։ Տատիկի գանձ։ Բարև աղջիկս։ Բարև ձեզ։ Ներս եկեք։ Ոնց ես Բելա ջան։ Լավ։ Բելա, հիշում ես, չէ, վաղը թերապիայի տորն է։ Հիշում եմ։ Դարի, արի տատիկի մոտ։ Տես տատիկը քեզ ինչեր ա բերել, ջան։ Ցավը տանեմ։ Ալեքսը տանը չի։ Չէ, տանը չի, բայց այն ինչ որ մենք պլանավորել ենք, ոչ մի բան չենք կարող իրականացնել։ Ինչի։ Որովհետև նախ անձնագիրս է Ալեքսի մոտ ու երկրորդն էս կեսրայրս է գալիս Հայաստան։ Երևի լավն էլ հենց դա է։ Հետպես ես խոսում, որովհետև սկեսրայրից չես ճանաչում։ Հիմա մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Ես դուք չեք ուզում ներս գալ։ Կարող է ինչ-որ բան եք խոսում, որ չեք ուզում ես ներկա լինեմ։ Լավ էլի Նատաշ, ինչ պիտի խոսանք։ Արդեն գալիս ենք գնա։ Բելա, ես քեզ խորհուրդ կտամ, հիմար վիճակում չհայտնվելու համար հարցեր չտաս, առավել ևս պատասխանների չսպասես։ Ու եթե իրոք այդպես է ու քեզանից թաքուն ինչ-որ բան ենք խոսում, դա նշանակում է ոչ իմ, ոչ Վանի վստահությունը դու դեռ ձեռք չես բերել։ Ներս արի Վան։ Նատաշ, ոչ մի գաղտնիք էլ չկա։ Իզուր տեղը պատմություն մի սարքի։
Չեմ Սոնա, Չեմ ուզում։ Հանգիստ մեր։ Ես պետք է այդտեղ լինեմ, ինչ եմ անում, այստեղ ինչ եմ կորցրել։ Սոնա ջան, Սոնա, դեռ ոչինչ պարզ չի։ Ոնց պարզ չի, պապա, ոնց պարզ չի։ Երեխու շորը գետից են գտել, երեխու շորը տարել է, պապա։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Ախ, ես ինչ արեցի։ Ոտքս կոտրվել չի գնալ։ Դու ես մեղավոր դու։ Վերջ, Սոնա, վերջ։ Սոն, լսի, շորը գտել եմ, բայց եթե ոչ մի բան չի նշանակում։ Սոն ջան, հանգիստ։ Ես երեխուս քեզ էի տվել, դու երեխուս։ Ես աղջկաս քեզ էի վստահել, դու իրավունք չունեիր, դու երեխուս ասում։ Սոն, հանգստացի։ Ասա բալես, ասա։ Ինչ էլ ասես ինձ, քիչ։ Մամա, սուս մնա, հա։ Գնա ստեղից։ Գնա ուր ուզում ես գնա։ Ուզում ես գնա խոհանոց։ Մենակ աղջկաս աչքից հեռու։ Սոն, ուզում ես քաղաք, հա, չա բոլես։ Ես առանց երեխուս ոչ մի տեղ էլ չեմ գնա այստեղից։ Էնջի։ Սոնա, Սերգո, տար նիջասենյակ, շուտ, շակե ջուր, Ես կբերեմ ջուր։ տար, Սերգո։ Նշան խնդրում եմ մի բան արա, ես էլ չեմ կողանում աղջկաս տարապանքնել։ Ինչ անեմ, Շակե, ինչ անեմ, մտածում ես ինչ ես ասում։ Երեխու շորերը գետից են գտել։ Գոր։ Ամսուս մնա։ Գոր կարող ասխալ են կարել։ Ամետ մասին խոսալու համար արդեն շատ ուշ է։ Ես խելարը դեռ քնած է, Քնի, անցագործ, ազնիվի վրա ձեռ բարձրացնող դեռ չի ծամել, քնի, դու դեռ գլխիդ գալիք չգիտես, Սկզբից ես էլ էի մտածում առևանգման տարբերակը, բայց որ շորերը գտել են։ Եթե առևանգած լինեին, չէին ուզենա, որ այսքան աղմուկ բարձրանար։ Հետո Սոնայի երեխու գոյության մասին ոչ ոք չգիտեր։ Ախր ինչի պիտի Անահիտը գիտակցությունը կորցներ։ Շտաբօգնության աշխատակիցներն ասեցին, որ ճնշումը ահավոր ցածր է եղել։ Շահվերձյան, մեծ կին է, հնարավոր է լինի։ Երեխու շորերը գտել են։ Մարմինն էլ արդեն պիտի գտած լինեին։ Դե գետի հոսքը մեծ է։ Հնարավոր է քշել սահմանից անելը։ Սոնա սրան չի դիմանա, պապ։ Ահա որ պապ, մեր ու աղջիկն էստած լացում են, էլի ինձ էլ դուրս հանացի։ Թող հանգիստ լացեն, էլի։ Էլ ինչ հանգստանալ, Գոր։ Ինչ հանգստանալ։ Իմ հրեշտը։ Իմ հրեշտը։ Ինչի քեզ մենակ թողեցի։ Ինչի։ Իմ հրաշք։ Տատի։ Քեզ խելոք կոպահես, հա։ Ու տատիկին էլ շատ չճղայրացի։ Դուր ինձ բալես, դե դուր տանեմ։ Կես ժամի ժամից տանը կլինենք։ Տատ խնդրում եմ էլի չուշանակ, մեկ ես գուշ կլինեք, հա։ Առաջի անգամը, որ աղջիկս առանց ես դուրս է գալիս։ Սոնա ջան, եթե չես ուզում չենք գնա։ Չէ, տատ ջան, գնացեք։ Օրիմ ծոքուկը
Արին փողցերը։ Մաման քեզ կարոտի մեջ եմ կոց։ Խելոք կմնաս եղավ։ Խելոք կմնանք ու շուտ կգանք։ Դե մենք գնացինք։ Ջան, աղջիկս քեզ sense տանջելով ոչինչ չես փոխի։ Դու չէիր ուզում մարդիկ ճանաչեին էջիս։ Որ իմանան ես երեխա ունեմ։ Ինչեր ես խոսում։ Քանի դեռ ուշ չի, մենք մի բան պիտի մտածենք։ Բացի Սերգոյից ու Իվայից օտար ոչ ոք չգիտի, որ դու երեխա ունես։ Կարծում եմ նրանք խնդիր չեն առաջացնի։ Ինչ խնդիր։ Մենք կարող ենք երեխայի համար դայակ վարձել։ Ամեն պայման ստեղծենք իր համար։ Նա ոչ մի բանի խնդիր չի ունենա Սոնա։ Մամ։ Սոնա, ես քեզ չեմ ասում երեխային մանկատուն հանձնես կամ թողնես բախտիքը մահաճույքին։ Մենք երեխայի համար ամեն ինչ կանենք, Սոնա, բայց դու պիտի մոռանաս կատարվածի մասին ու նոր կյանք սկսես։ Այդ դեպքում ոչ ոք չի իմանա երեխայի մասին։ Չէիր ուզում։ Սենց քո ուզածներ։ Սոնա, ես քեզ շատ լավ հասկանում եմ, որովհետև ես էլ եմ այդ նույն վիճակում, դրա համար քեզ չեմ վիրավորվում։ Դու չես պատկերացնում, եթե այդ երեխայից չհրաժարվես, ինչ դժվարությունների առաջ կկանգնես։ Ես իմ երեխուց չեմ հրաժարվի։ Ես զարմանում եմ, թե դու ոնց կարող ես այդ երեխային սիրել կատարվածից հետո, Սոնա։ Ուզում էիր, որ իմ երեխին անհետանա մեր բոլորի կյանքից։ Սոնա, ես ոնց կարող էի նման բան ուզել, հա։ Կարող է ես ժամանակին բարկացած էի, սխալ բաներ էի խոսում, մտածում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Սոնա, կարևոր չի, թե ես ինչ եմ զգացել։ Սոնա, կարևորներն է ինչ եմ զգում ես իմ։ Սոնա, ես իմ սեփական մաշկի վրա եմ զգացել երեխայի կորուստը։ Ես թշնամուլ դա չեմ ցանկանա։ Դու ոնց կարող ես նման բան մտածել, հա։ Ինձ մենակ թող։ Ինչի համար։ Ուզում եմ մենակ մնամ, դուրս գնամ։ Սոնա, դուրս գնա։ Ահա, լսի ինչ եմ ասում։ Խնդրում եմ իմ առություններ չանես։ Դեռ ոչինչ բարձ չի։ Հիշում ես մեր ճստիկը սիրում էր ժակետը հանել դեն շպրտել։ Հիշում ես։ Մաման ոչինչ չի հիշում։ Շատ հնարավոր է, որ ինքը ժակետը հանել է ու գետա շպրտել։ Մամա, գնա, խնդրում եմ։ Գնա։ Գնում եմ։ Ինչ իրավունք ունեմ։ Ես էլ իրավունք չունեմ այս արևի տակ ապրելու։
Ինչու եք այդպես համառորեն ուզում, որ Մարիամը հիվանդանոց չպարկի։ Բժիշկը շատ բան չասեց, միայն ասեց, որ որդուն է հիշել։ Գիշերը որտեղ է լինելու։ Պատրաստի գալիս եմ վերցնել։ Պետք է ուժեղ լինես։ Չէ, պապ։ Սկում չկա սրտի զարգը։ Ժվել ես, մամ, ինչ հիվանդանոց։ Ինչի՞։